Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ բոլորիդ, եթե չեք բաժանորդագրվել ալիքին, ապա բաժանորդագրվեք ալիքին, հավանեք նյութերը եւ տարածեք հնարավոր աղբյուրներով։ Սկսենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավորապես հետաձգել Իրանի դեմ հնարավոր հարվածների իր սպառնալիքը եւս մեկ հնարավորություն տալով դիվանագիտական գործընթացին։ Թրամփը հայտարարել է, որ երկարացնում է Իրանի համար սահմանված վերջնաժամկետը մինչև ապրիլի 6-ը կապված Հորմուզի նեղուցի բացման պահանջի հետ։ Նախագահը նախկինում սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ օբյեկտերին, եթե Թեհրանը չբացի այդ ռազմավարական նշանակության ջրուղին։ Միևնույն ժամանակ Իրանը նախազգուշացրել էր, որ նման քայլերի դեպքում կպատասխանի թիրախավորելով տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում ջրի աղազերծման կայանները։ Թրամփը պարզաբանել է, որ որոշել է հետաձգել կոշտ գործողությունները, քանի որ բանակցությունները իր գնահատմամբ շատ լավ են ընթանում։ Նրա խոսքով դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հասնել արդյունքի եւ այս փուլում անհրաժեշտ է տալ լրացուցիչ ժամանակ բանակցություններին։ Սպիտակ տանն այսօր կայացել է ԱՄՆ վարչակազմի նախարարական նիստը, որի հիմնական թեման Իրանի հետ պատերազմն էր։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական եւ քաղաքական ճնշումը ըստ իր վարչակազմի գնահատականի արդեն տվել է արդյունքի եւ Թեհրանը ստիպված է մտածել համաձայնության տարբերակի մասին։ Թրամփի խոսքով Իրանի ռազմածովային ուժերը ամբողջությամբ ջախջախված են, օդուժը ոչնչացված, իսկ հրթիռների ու արձակման համակարգերի մեծ մասը շարքից հանված։ Նա նաեւ պնդել է, որ խոցվել են դրոնների եւ հրթիռների արտադրության մի շարք գործարաններ, ինչի հետևանքով Իրանի ռազմական ներուժը կտրուկ նվազել է։ Նախագահը հատուկ շեշտել է, որ Թեհրանը հիմա աղաչում է գործարք ստանալ։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը չէր կարող ունենալ միջուկային զենք եւ հենց այդ նպատակով էր անհրաժեշտ ուժային գործողությունը։ Նրա խոսքով, եթե Միացյալ Նահանգները չհարվածեր ժամանակին, Իրանը 2-ից 4 շաբաթում կարող էր հասնել միջուկային կարողության։ Նախագահը միաժամանակ կոշտ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ն, ասելով, որ դաշինքը այս ճգնաժամում գործնականում ոչինչ չի արել եւ Վաշինգտոնը պետք է հիշի, թե որ դաշնակիցներն էին կողքին, իսկ որոնք ոչ։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի ռազմական ներուժը էապես ոչնչացված է եւ այժմ Միացյալ Նահանգների առաջ բացվել են նոր հնարավորություններ։ Նրա խոսքով գլխավոր նպատակը շարունակում է մնալ նույնը՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Վենսը շեշտել է, որ հարցը միայն տարածաշրջանային բալանսի մասին չէ, այլ համաշխարհային անվտանգության, քանի որ նրա ձևակերպմամբ աշխարհի ամենավտանգավոր ուժերը չպետք է ունենան աշխարհի ամենավտանգավոր զենքը։ Նա նաև աջակցություն է հայտնել Պարսից ծոցում գտնվող ամերիկացի զինվորականներին եւ ընդգծել, որ վարչակազմը կանգնած է նրանց կողքին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը ներկայացրել է բանակցային ուղղությամբ արված աշխատանքները։ Նրա խոսքով նախքան Operation Epic Fury-ին ինքը եւ Ջարեդ Քուշները Թրամփի հանձնարարությամբ փորձել են Իրանի հետ հասնել դիվանագիտական լուծման։ Սակայն այդ շփումները ըստ նրա ցույց են տվել, որ Թեհրանի բանակցային խումբը պատրաստ չէր ընդունել Վաշինգտոնի հիմնական պահանջները։ Վիտկոֆի խոսքով Միացյալ Նահանգների կարմիր գծերն էին ոչ մի հարստացում, հարստացված նյութի հանձնում Միացյալ Նահանգներին եւ Իրանի հրթիռային կարողությունների սահմանափակում։ Նրա պնդմամբ հետագա փուլում Միացյալ Նահանգները արտաքին քաղաքական թիմի հետ միասին մշակել եւ շրջանառության մեջ է դրել 15 կետանոց խաղաղության ծրագիր, որը փոխանցվել է Պակիստանի կառավարության միջոցով որպես միջնորդական ուղի։ Վիտկոֆը նշել է, որ բանակցությունները զգայուն են եւ այդ պատճառով վարչակազմը չի կարող բացահայտել բոլոր մանրամասները, սակայն ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանին փոխանցվել է մեկ հիմնական ուղերձ, այլևս սխալ հաշվարկ չանել։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը փորձել է ընդգծել գործողության ռազմական մասի մասշտաբը, հայտարարելով, որ սա անվերջ պատերազմ չէ, այլ որոշիչ արշավ հստակ նպատակներով։ Նրա խոսքով 27 օր առաջ Իրանը ուներ ժամանակակից բանակ, իսկ այժմ այդ կառույցը աներևակայելի արագ եւ արդյունավետ կերպով չեզոքացվել է։ Հեքսեթը նշել է, որ խոցվել է ավելի քան 10,000 թիրախ, ոչնչացվել են ստորգետնյա օբյեկտներ, խորտակվել են 150-ից ավելի նավեր, իսկ Իրանի ռազմածովային հրամանատարը սպանվել է գործողության ընթացքում։ Նա նաև հայտարարել է, որ եթե Թեհրանը պատրաստ լինի համաձայնության, Վաշինգտոնը կողջունի դա, բայց եթե ոչ, ապա պաշտպանության նախարարությունը կշարունակի բանակցել ռումբերով։ Նրա խոսքով Իրանի հակաօդային պաշտպանությունն այնքան է թուլացել, որ Միացյալ Նահանգների դանդաղ ցածր թռիչքային հարթակների կիրառումը արդեն իսկ ինքնին վկայում են օդային պաշտպանության փլուզման մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է նախագահի ամենակարևոր պարտականությունը ամերիկացիների անվտանգությունն է։ Նրա խոսքով Իրանը 47 տարի պատերազմել է Միացյալ Նահանգների դեմ, սպանելով ամերիկացիների աշխարհի տարբեր անկյուններում, իսկ նախկին նախագահները հնարավորություն են ունեցել կանգնեցնելու այդ սպառնալիքը, բայց դա չեն արել։ Ռուբիոն ասել է, որ գործող վարչակազմը որոշել է չթողնել այդ վտանգը հետագա սերունդներին եւ այժմ շարժվում է նախագահի հայտարարած նպատակներով՝ ոչնչացնել Իրանի նավատորմը, հրթիռային արձակման հնարավորությունները եւ ռազմական արտադրական բազաները։ Նա նաեւ հայտարարել է, որ նույնիսկ այն երկրները, որոնք այժմ դժգոհում են ամերիկյան գործողություններից, հետագայում պետք է գնահատեն այն փաստը, որ Միացյալ Նահանգները կանգնեցրել է այդ սպառնալիքը։ Ասուլիսի ընթացքում Թրամփը խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վտանգների մասին, նշելով, որ նույնիսկ այն դեպքում, երբ Իրանի ռազմական
ռազմական ներուժը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, նեղուցի հարցում նույնիսկ 1%-ի վտանգը անընդունելի է, եթե խոսքը միլիարդավոր դոլարների նավերի անվտանգության մասին է։ Նա ասել է, որ կարծում է այս խնդիրն արագ կլուծվի եւ կրկնել է իր համոզումը, որ Թեհրանը ցանկանում է գործարք, քանի որ ծանր հարված է ստացել։ Եզրափակելով Թրամփը կրկին պնդել է, որ Իրանի դեմ գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքը լիովին չեզոքացված չէ, եւ միաժամանակ հայտարարել, որ բանակցային պատուհանը առայժմ բաց է։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ շարունակում է ակտիվ ռազմական գործողությունները, միաժամանակ մի քանի ճակատներում ընդգծելով, որ պատերազմը դեռ հեռու է ավարտից։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ հարավային Լիբանանում մարտերի ընթացքում զոհվել են 2 զինծառայող։ Մամուլի խոսնակ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը ցավակցություն է հայտնել ընտանիքներին եւ հայտարարել, որ շարունակելու են աջակցել նրանց։ Հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելում կան քաղաքացիական զոհեր եւ վիրավորներ։ Նահարիա քաղաքում 1 քաղաքացի զոհվել է, իսկ մի քանի մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Իսրայելի բանակի խոսնակը նշում է, որ այժմ պայքար է մղվում մի քանի ուղղություններով Իրանի եւ նրա դաշնակիցների դեմ։ Չնայած վերջին շաբաթներին զգալի վնաս է հասցվել հակառակորդի ռազմական կարողություններին, սպառնալիքը դեռ ամբողջությամբ չի վերացվել։ Պաշտոնական տվյալներով Իսրայելը շարունակում է լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Առանձնատուկ ուշադրություն է դարձնում նաեւ Իրանի ռազմական ղեկավարությունը։ Իսրայելը հայտարարել է, որ Բանդար Աբասում իրականացված գործողության ընթացքում սպանվել են Իրանի հեղափոխական պահապանների նավատորմի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին եւ ռազմածովային ուժերի հետախուզության բարձրաստիճան ղեկավարներից մեկը։ Այս գործողություններով ըստ իսրայելական կողմի ավարտվել է Իրանի 3 հիմնական ռազմական ուժերի հրամանատարների ոչնչացումը։ Հյուսիսային ճակատում Իսրայելը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Լիբանանում։ Գործողություններին միացել են նոր ստորաբաժանումներ, այդ թվում 162-րդ դիվիզիան։ Օդային ուժերը նույնպես ակտիվորեն հարվածներ են հասցնում Հեզբոլայի դիրքերին, հատկապես Բեյրութի Դահիա շրջանում, որը համարվում է խմբավորման գլխավոր հենակետերից մեկը։ Այս պահին Իսրայելի բանակում բոլոր ճակատներում ներգրաված են ավելի քան 100,000 պահեստազորայիններ։ Հակամարտությունը դուրս է գալիս տարածաշրջանային սահմաններից եւ ստանում գլոբալ բնույթ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շուրջ 35 երկիր է մասնակցել ռազմական խորհրդակցություններին Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման հարցով։ Քննարկվում է առևտրային նավերի ուղեկցման միջազգային առաքելությունը։ Ուկրաինան եւս ակտիվ դեր է ստանձնում, հայտարարելով, որ աջակցում է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներին անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական տեխնոլոգիաներով։ Խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Քուվեյթին, Հորդանանին։ Անսպասելի հայտարարությունը հնչել է Աֆրիկայից։ Ուգանդայի զինված ուժերի հրամանատարությունը նշել է, որ պատրաստ է միանալ պատերազմին Իսրայելի կողմում, եթե նման կոչ հնչի։ Հաջորդիվ թեմաներով արդեն երևի պատերազմականներից դուրս Օլիմպիական խաղերում ընդունվել է նոր որոշում, ըստ որի տրանսգենդեր կանայք այլևս չեն կարող մասնակցել կանանց մրցույթներին։ Այս մասին հայտարարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում, ներկայացնելով նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2028 թվականին նախատեսված Լոս Անջելեսի օլիմպիական խաղերից։ Նոր կանոնների համաձայն կանանց մրցույթներին մասնակցելու իրավունք ունենան միայն կենսաբանական կանայք։ ՄՕԿ-ը նշել է, որ դա որոշվելու է հատուկ գենետիկական ստուգմամբ հիմնված SRY գենի առկայության վրա։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս քաղաքականության նպատակը կանանց մրցումների արդարությունը, անվտանգությունն ու ամբողջականությունը պաշտպանելն է։ Միաժամանակ նշվում է, որ որոշումը հետադարձ ուժ չունի եւ չի տարածվում սիրողական կամ զանգվածային սպորտի վրա։ Այս որոշումը համընկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կանանց սպորտի վերաբերյալ ստորագրված հրամանագրի հետ, որը նույնպես սահմանափակումներ է նախատեսում տրանսգենդեր մարզիկների մասնակցության վերաբերյալ։ ՄՕԿ-ի նոր քաղաքականությունը անդրադառնում է նաեւ որոշ այլ խմբերի, այդ թվում այն մարզուհիներին, որոնք ունեն սեռական զարգացման առանձնահատկություններ, TST։ Այդ հարցը նախկինում լայն քննարկումների առիթ է դարձել, հատկապես կրկնակի օլիմպիական չեմպիոն Կաստեր Սենյայի դեպքի հետ կապված։ ՄՕԿ նախագահ Քրիստի Քովենտրին նշել է, որ անհրաժեշտ էր ունենալ միասնական եւ հստակ քաղաքականություն, փոխարինելով նախկին մոտեցումը, երբ յուրաքանչյուր սպորտաձև ինքն էր սահմանում իր կանոնները։ Որոշ առաջատար սպորտաձևեր, այդ թվում թեթև ատլետիկան, լողը եւ հեծանավասպորտը դեռևս մինչեւ 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերը արդեն իսկ ընդունել էին նման սահմանափակումներ։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման ճգնաժամը արդեն ասել է 41-րդ օրվան եւ իրավիճակը շարունակում է լարվել, հատկապես օդանավակայաններում ստեղծված քաոսի ֆոնին։ Սենատում դեմոկրատները քննարկում են հանրապետականների ներկայացրած վերջնական առաջարկը, որի նպատակն է ավարտել ֆինանսավորման փակուղին։ Սակայն առաջարկի մանրամասները դեռևս չեն հրապարակվում, իսկ բանակցությունները շարունակվում են փակ դռների հետևում։ Ներկայացուցիչների պալատն էլ այսօր արդեն երրորդ անգամ է ընդունել DHS-ի ֆինանսավորման օրինագիծը 218 կողմ եւ
206 դեմ ձայներով, սակայն այն կրկին բախվելու է Սենատում անցնելու խնդիրների հետ։ Սպիտակ տունը դիտարկում է տարբեր տարբերակներ։ TSA-ի աշխատակիցներին վճարելու տարբերակներից մեկը արտակարգ դրության հայտարարումն է ֆինանսական միջոցներ բացելու նպատակով, թե պաշտոնապես նման որոշում դեռևս չի ընդունվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե իրավիճակը չկարգավորվի, կարող են կիրառվել կտրուկ միջոցներ։ Օդանավակայաններում իրավիճակը շարունակում է վատթարանալ, TSA-ի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, ինչու հետևանքով աճում են բացակայությունները եւ հերթերը։ Ճնշումը օրենսդիրների վրա մեծանում է, քանի որ Կոնգրեսը պատրաստվում է գնալ երկշաբաթյա արձակուրդի, սակայն չի բացառվում, որ այն հետաձգվի, եթե համաձայնություն չլինի։ Բացի այդ, Սենատում ձախողվել է մեկ այլ կարևոր նախաձեռնություն՝ Թրամփի Safe America Act-ը, ընտրությունների ժամանակ լուսանկարով անձը հաստատող փաստաթուղթը պարտադիր դարձնելու որոշումը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Միացյալ Նահանգներում Նիկոլաս Մադուրոյի դատական գործը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, իսկ վերջին դատական նիստը նոր լարվածություն է առաջացրել։ Նյու Յորքի Մանհեթանի դատարանի մոտ հավաքվել էին ինչպես Մադուրոյի կողմնակիցները, այնպես էլ ընդդիմախոսները, երբ նախկին Վենեսուելայի նախագահը եւ նրա կինը Սիլիա Ֆլորեսը ներկայացել էին հերթական լսմանը։ Նրանց ձերբակալությունից անցել է արդեն ավելի քան 2 ամիս, նրանք բերվել էին ԱՄՆ 2026 թվականի հունվարի սկզբին իրականացված հատուկ ռազմական գործողության արդյունքում։ Դատական նիստի ընթացքում դատավոր Ալվին Հալերստայնը կասկածի տակ է դրել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, ըստ որի Վենեսուելայի պետական միջոցները չեն կարող օգտագործվել Մադուրոյի պաշտպանության համար ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Նա ընդգծել է, որ պաշտպանվելու իրավունքը հիմնարար է, սակայն դեռ չի կայացրել վերջնական որոշում։ Մադուրոն եւ Ֆլորեսը մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, նարկոտերորիզմի դավադրության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել եւ գտնվում են Բրուքլինի կալանավայրում սպասելով դատավարությանը։ Նրանց պաշտպանները պնդում են, որ Միացյալ Նահանգները խախտում է Մադուրոյի սահմանադրական իրավունքները, արգելելով Վենեսուելայի պետական միջոցներով վճարել փաստաբաններին։ Ըստ նրանց դա խոչընդոտում են տրված պաշտպան ունենալու իրավունքին։ Մյուս կողմից մեղադրող կողմը նշում է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ, ուստի պարտավոր չէ թույլ տալ պետական միջոցների օգտագործումը նրա պաշտպանության համար։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Մադուրոն կարող է օգտվել հանրային պաշտպաններից, եթե չի կարող վճարել իր փաստաբաններին։ Դատավորը նաև մերժել է գործը փակելու պահանջը առնվազն այս փուլում, սակայն թույլ է տվել, որ պաշտպանությունը կրկին բարձրացնի հարցը, եթե ֆինանսավորման խնդիրը չլուծվի։ Ֆլորիդայի Թամպա քաղաքում գտնվող MacDill ռազմաօդային բազայի մուտքի մոտ պայթուցիկ սարք թողնելու դեպքի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Չինաստան փախած մի տղամարդու եւ նրա քրոջ նկատմամբ։ 20-ամյա Ալեն Շենը եւ նրա 27-ամյա քույրը Էն Մերի Շենը դաշնային մակարդակով մեղադրվել են առանձին գործերով։ Քույրը գտնվում է կալանքի տակ, իսկ եղբայրը փախել է, ինչի մասին հայտնել է ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը։ Ալեն Շենին մեղադրանք է առաջադրվել պետական գույքը վնասելու փորձի, ապօրինի պայթուցիկ սարք պատրաստելու եւ չգրանցված պայթուցիկ սարք պահելու համար։ Մեղադրական ակտում հատուկ նշվում է MacDill բազայում հայտնաբերված կասկածելի փաթեթը։ Էն Մերի Շենը մեղադրվում է վկաների վրա ազդեցություն գործադրելու եւ հանցագործությունից հետո աջակցելու մեջ։ Կասկածելի փաթեթը հայտնաբերվել էր մարտի 16-ին MacDill բազայի մուտքի մոտ, ինչից հետո սկսվել էր ՀԴԲ-ի հետաքննությունը։ Այդ բազայում տեղակայված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Ասիայի մի մասում իրականացվող ռազմական գործողությունների համար։ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո MacDill բազան գտնվում է բարձր պատրաստականության վիճակում։ Նշվում է նաեւ, որ այս շաբաթվա սկզբին ձերբակալվել է եւս մեկ տղամարդ բազային սպառնացող հեռախոսազանգեր կատարելու մեղադրանք։ Սպիտակ տանն այսօր Հունաստանի անկախության օրվան նվիրված պաշտոնական միջոցառում էր, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես գալով ելույթով ընդգծել է ամերիկա-հունական հարաբերությունների կարևորությունը։ Իր խոսքում Թրամփը շնորհավորել է հունական համայնքին, նշելով, որ Միացյալ Նահանգներն ու Հունաստանը երկար տարիներ կանգնած են կողք կողքի, կիսելով ժողովրդավարական արժեքներն ու արևմտյան քաղաքակրթության հիմքերը։ Նա ընդգծել է, որ Ամերիկայի հիմնադիր հայրերը ներշնչվել էին հին Հունաստանի օրինակով, իսկ հետագայում հույներն էլ իրենց անկախության պայքարում նայել են դեպի Միացյալ Նահանգներ։ Նախագահը հատուկ անդրադարձել է Միացյալ Նահանգներում բնակվող հունական համայնքին, այն անվանելով աշխատասեր եւ հայրենասեր։ Նա նաև նշել է, որ իր վարչակազմում ընդգրկված են բազմաթիվ հունական ծագման պաշտոնյաներ եւ շնորհակալություն հայտնել նրանց ծառայության համար։ Ելույթի ընթացքում նախագահը հիշատակել է նաև Նյու Յորքում գտնվող Սուրբ Նիկոլաս հունական ուղղափառ եկեղեցու վերակառուցումը, որը ոչնչացվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Նրա խոսքով այդ եկեղեցին այսօր դարձել է ազգային սրբավայր։ Միջոցառմանը ներկայ է եղել նաև հունական ուղղափառ եկեղեցու arczepiskopos-ը, որը նախագահ Դոնալդ Թրամփի շնորհակալություն հայտնել կրոնական ազատության պաշտպանության համար եւ նշել, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ոչ միայն բարեկամության, այլ նաեւ ընդհանուր արժեքների վրա։ Ելույթի ավարտին նա հատուկ աղոթք է հնչեցրել նախագահի, նրա ընտանիքի եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի համար,
խաղաղության եւ կայունության համար։ Այսքանն է առանձնացրել օրվա լրահոսից, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը խաղաղ եւ առողջ եղեք, ցտեսություն։